Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Ռազմարտյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն է։ Բարի երեկո, պարոն Քերոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Քերոբյան, երեկոյան բոլորս այսպես ուշադիր հետևում էինք, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով գործուղված ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության արձանագրած արդյունքների հետ։ ԲՀԿ-ն, որ այս օրերին վերահաշվարկների ընթացքում եւ վերահաշվարկների արդյունքում կարողացել էր 140 քվե ստանալ, 3 գիշերը զրկվեց 213 քվեից, որովհետև Վահագն Հովակիմյանը որոշեց, որ 2 ընտրատեղամասի արդյունք պետք է առհասարակ չեղարկել։ Ձեր գնահատմամբ ինչու է ԲՀԿ-ն այսքան շատ խանգարում ՔՊ-ին, որ հավաքել է 49.8%։ Ճիշտ է արդյոք այն դիտարկումը, որ ստեղծված իրավիճակում ԲՀԿ-ն դարձել է ոսկոր իշխանության կոկորդին։ Իհարկե, այս ամեն ինչը պետք է նայել են համատեքստում, որ ԿՊ-ն ուզում է ունենալ անկաշկանդ եւ անխոչնդոտ սահմանադրական մեծամասնություն, իր ուզածը ամեն կերպ անելու ազգային ժողովում, այսինքն ունենալ լիակատար վերահսկողություն, օրինաստեղծ գործունեության, պաշտոնատար անձանց նշանակման, ասացման եւ այլն, այս ամեն ինչի հարցում, եւ նաեւ սահմանադրության հոդվածների փոփոխության, որը կարելի է անել ազգային ժողովում, այսինքն սահմանադրական օրենքներ ընդունել եւ սահմանադրության փոփոխելի հոդվածները փոփոխել։ Միևնույն ժամանակ պետք է հասկանանք մի բան, որ անցած ընտրությունները այդպես էլ չվերածվեցին քաղաքական ընտրությունների եւ պայքար գնաց, այսպես ուժեղ առաջնորդի կերպարով ներկայանալու ցավոք սրտի եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը տրվեցին այդ գայթակղությանը, որովհետև քաղաքտեխնոլոգները եւ քաղաքական այսպես վերլուծաբանները սկսեցին ելի նույն խաղը խաղալ, որ հայ ժողովուրդը ուզում է տեսնել ուժեղ առաջնորդ, կարևոր չի թե ինչ է գրած քաղաքական ծրագրերում, նախընտրական ծրագրերում։ Այնինչ պետք է ուշադրություն դարձնել եւ այսպես շատ ուժեղ կռվան կարող է լինել ԿՊ-ի նախընտրական ծրագիրը, ցանկացած քաղաքական ուժի, ցանկացած քաղաքական գործի ձեռքում, որտեղ այնտեղ գրված է պղծություններ։ Եկեղեցու բարեփոխումը, հա, իշխանության ուզուրպացիա եւ մնացած ամեն ինչը։ Այդ բոլորի մարմնավորումը, պարոն Քերոբյան, այդ ձեր ասած բոլոր կետերի մարմնավորումը ԿՊ-ի ծրագրում գրած Նիկոլ Փաշինյանն է։ Իհարկե։ Ժողովուրդը գնացել Նիկոլ Փաշինյանին տեսել այդ 727,000-ը, որը նախնական արդյունք է, նման տոտալ ընտրախախտումների պարագայում խիստ կասկածելի է, բայց այնուամենայնիվ մարդիկ գնացել են կողմ են քվեարկել եւ եկեղեցու պղծությանը, եւ Հայաստանի Հանրապետության տարածքի կրճատմանը։ Տեսեք, որովհետեւ չեն կարդացել։ Ինչ կարիք ունեն իրենք կարդալու, եթե Նիկոլ Փաշինյանը ամբողջ օրը գոռում է այդ մասին։ Ուրեմն ես ինքս անձամբ եղել եմ վստահված անձ, իրական դիտորդություն եմ իրականացրել ընտրատեղամասում եւ տեսել եմ թե ինչ մարդիկ եւ ինչպիսի տրամադրությամբ են եկել քվեարկության։ Այդ տեղամասում հավաքել է ընդամենը 40%, բայց ակնհայտ է, որ այնտեղ կային մարդիկ, գալիս էին մարդիկ, որոնք նախկինում երբևէ չեն եկել քվեարկելու։ Գալիս են մարդիկ, որոնք ընտրակաշառք են ստացել իշխանությունից, անվճար բուժօգնության, մեր ու ձեր հաշվին, հա, այսինքն այս բուժապահովման ապահովագրական հիմնադրամի հաշվին, որը միջավայրից արդեն բավականին լուրջ ճեղքվածքի առաջացել է հիմնադրամում եւ հեսա շուտով բարձրացվող հարկերի, միջից ակցիզների բարձրացումը երեք արդեն հայտարարվեց, բյուջետային վերաբաշխումների պետական պարտքի ավելացման հաշվին պիտի լրացնեն ապահովագրական հիմնադրամը, այլապես լինելու սոցիալական բունտ, բայց այդ սոցիալական բունտը կարողացել են կանխել, ավելին կարողացել են այո պետական աջակցության, պետական մասնակցությամբ ընտրակաշառքի միջոցով կամ դրա շնորհիվ կարողացել են մոբիլիզացնել, բերել ընտրատեղամաս այնպիսի մարդկանց, որոնք ընտրելու իրավունքը իրենց նույնիսկ քաղաքացիական իրավունքը եւ պարտականությունները չեն հասկանում։ Բայց եկել են, քանի որ իրենց ասել են եկեք քվեարկեք համար 16։ Անձամբ տեսել մարդը գալիս ասում է ինձ 16 է տուր, ինձ մնացածը մի տուր։ Իրեն չի հետաքրքրում ընտրության գործընթացը։ Իրեն ասել են գնա 16 քվեարկի։ Հիմա պարզ է, որ ընտրատեղամասում չես կարող բռնանալ ընտրության իրավունքի վրա, չես կարող նույնիսկ մեկնաբանել ընտրության իրավունքը, բայց այդ մարդիկ գալիս են եւ իրենք գիտեն դոգմատիկ, այսպես տրամաբանությամբ գալիս են, ինձ տվեք մենակ 16-ը, ակնհայտ է թե ինչ հնարքներ եւ ընտրակեղծարարության հետ մենք իրականում գործ ունենք։ Հիմա այդ պայմաններում ինչ իրավիճակ, ինչու է Նիկոլ Փաշինյանին այդքան շատ անհրաժեշտ
ԲՀԿ-ին թողնել լուսանցքում։ Որովհետև դա հնարավորություն է տալիս ձևավորել գոնե 3/5 մեծամասնություն, հա, որը իրենց հնարավորություն տալու լիքը բան առանց անդիմության նույնիսկ մասնակցության իրականացնել։ Այդ բոլոր են օրենքները, բոլոր են նշանակումները, բոլոր են կարգավորումները, որը 3/5 թույլ է տալիս։ ԲՀԿ-ին բաց դուրս թողնելով ես հաշվարկը իհարկե լրիվ մինչև վերջ չեմ արել, բայց հնարավոր է, որ նույնիսկ ունենան սահմանադրական մեծամասնություն։ Միջալոց հիշենք նախորդ ընտրություններից հետո շատ արագ կարողացան այն իրենց անհրաժեշտ մեկ մարդուն ճամբարը փոխանել, Իշխան Զաքարյանին հիշենք, հա, հետո էլի այդպիսի մարդ եղավ, այսինքն շատ արագ իշխող կուսակցությունը կարողացավ ձևավորել սահմանադրական մեծամասնություն եւ անել ամեն ինչ։ Իմիջիայլոց այդ ամեն ինչը, պետք է հիշենք, ասենք հունվարին ընդունեցի հապշտեպ օրենք ընդունեցին դիտորդական առաքելությունների, դիտորդական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու հետ կապված։ Դրանից առաջ լիքը օրենքներ էին ընդունել, ասենք նույն կուսակցությունների, դաշինքների շեմերը փոփոխելու։ Հիմա հաշվի առնելով դա խորհրդարանի շեմը հաղթահարած ուժերը եւ ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը եւ նաեւ ԲՀԿ-ն հիմա իրենք ինչ պետք է անեն, որ այս անգամ էլ ԿՊ-ին չհաջողվի միանձնյա սահմանադրական մեծամասնություն ձևավորել եւ առհասարակ Հայաստանի հետ անել այն, ինչ իրենք ուզում են։ Եթե մի փոքր հետադարձ հայացք նետենք 24 թվականին, երբ որ ուղիղ այսօրը, հա, հունիսի 12-ին Իշուն Բաղրամյան 26-ի եւ ազգային ժողովի շրջակայքում հա տեղի ունեցան ապօրինություններ, հանցագործություններ տեղի ունեցան, որ սրբազան պայքարներ, այո, եւ այլն, եւ այդ օրին խոսք էր գնում մանդատները հանձնելու դուրս գալու ազգային ժողովից եւ դելեգիտիմացնելու բռնազավթված ազգային ժողովը, հա։ Այն ժամանակ չգնացին այդ քայլին ընդդիմադիր խմբակցությունները, որովհետեւ չկար համերաշխություն։ Այսօր պետք է ձևավորել ինչ-որ համերաշխություն եւ համերաշխության ճակատ, որպեսզի այն ընդդիմադիր քվեները, որը որ ժողովուրդը տվել է, իսկ տվել է ավելի քիչ, քան պետք է տար, իրականում ընդդիմադիր հայացքներ ունեցող լիքը մարդիկ, չտեսնելով քաղաքական առաջարկ իրենց այսպես իրենց համար հաճելի, չտեսնելով օրինակ Արցախի վերադարձ, չտեսնելով արցախցիների իրավունքի անվերապահ պահպանում եւ հետամոտ լինել, չտեսնելով Հայաստանի իրավահավասարության պահանջ եւ մնաց ամեն ինչ, չեն գնացել քվեարկելու։ Պետք է ձևավորել այդ համերաշխության ճակատը, այսօր ինչ անել, մանդատները չվերցնել։ Ես այդ առաջարկը չեմ անում։ Դուք առաջարկում եք մանդատները վերցնեն, գնան խորհրդարան։ Մանդատները վերցնել, ստեղծել ազգային ժողով, բայց չմասնակցել այդ ազգային ժողովի աշխատանքներին։ Դա ինչ կստացվի։ Կստացվի գնալ ներկայացնալ, գնալ տուն, պարոն Քերոբյան։ Կստացվի կաղբադիկ հրամայություն, հա, ոնց որ ամերիկյան քաղաքականության։ Նիկոլ Փաշինյանը այդ կաղբադիկի կարգավիճակում էլ ինչ ուզում անում է։ Չէ, կաղբադիկի մանդատը վերցնել աշխատանքի չգնալը, որքանով է ճիշտ առաջարկ քաղաքական ուժին։ Նախ մանդատը դա աշխատանք չէ։ Հա, մանդատը դա քվե է ժողովրդի կողմից տված եւ ստանձնած պարտավորություն։ Բայց այդ քվեն ընդդիմադիր հատվածին տվել են, որ գնա խորհրդարան, Նիկոլ Փաշինյանին ճանապարհի տուն եւ գործ անի։ Հիմա մանդատը վերցնել, բայց չգնալ աշխատանքի, դա ինչ է տալու այդ ուժերին։ Մանդատների խոսակցությունը քննարկումը ես ճիշտ ասած համարում եմ անարդյունավետ, հա, որովհետեւ դա պետք է որոշեն հենց քաղաքական ուժերը, որոնք որ այդ քվեն ստացել են։ Իրենք պետք է որոշեն, բայց պետք է ձևավորել համերաշխ եւ համերաշխության ճակատ եւ քաղաքական գործողությունների ծրագիր պլան, որը պետք է հնարավորություն տա հասնել իրենց ծրագիրը, այսինքն իշխանափոխության։ Հիմա պլան A-ն ունեին, ասենք մասնակցում էին ընտրությունների, պլան B-ն եւ պլան G-ն, D-ն եւ մնացածներն էլ պետք է ունենան իշխանափոխության հասնելու համար։ Եթե դա չունեն, ապա դա շատ վատ է, ցավոք ես չկարողացա մասնակցել այս քաղաքական ընտրական պայքարի տարբեր պատճառներ, որտեղ այդ քաղաքական կազմակերպությունը, որ ներկայացնում քաղաքական մասնակցություն չունեցավ այս ընտրություններին, բայց պետք է այդ պլան B ունենաս, եթե պլան A ունես։ Լավ, ո՞րն է պլան B-ն։ Հիմա իմ ընկեր Կարեն Վրդանեսյանը շատ մանրամասն վերլուծել է դիմության նախորդ 5 տարիների արածը եւ չարածը, հայով լիքը այսպես վերլուծական առաջարկներ ունի, ինչ պետք է անել։ Հա, ինչ պետք է արած լինեն եւ չեն արել, դա մի հարց է։
Բայց ստեղծված իրավիճակում ինչ պետք է անել, ես ինքս քաղաքագետ չեմ, հա, քաղաքական վերլուծաբան չեմ, բայց կան պատրաստված գործիչներ, որոնք այդ վերլուծությունը արել են, որոնք մանրամասն ունեն մշակած գործիքներ, դասընթացներ, մեկ-օրյա դասընթաց կլինի դա 1 տարի կամ 5 տարի, դա ուրիշ հարց է, բայց կա գործողությունների պլան յուրաքանչյուր իրավիճակի համար, որ ուղղակի դա է, ասենք այն ճանապարհը, որ հաջողության է բերում կամ գոնե մասնակի հաջողության։ Տեսեք, պարոն Գերոբյան, այս հարցում շատ են այս օրերին մեղադրում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին, հա, այսպես շատ կտրուկ ասում են մանդատներդ մի վերցրեք, մենք ձեզ մանդատ չենք տվել, որ գնաք խորհրդարան ուղղակի աշխատավարձ ստանաք։ Մյուս մասն ասում է, այո, մանդատները վերցրեք, մեր քվենանտեր մի թողեք, բայց մենք տեսանք, որ Հայաստան դաշինքը խոսեց սահմանադրական դատարան դիմելու մասին, այսօր այս ժամերին ամենամեծ ընդդիմադիր ուժը Ուժեղ Հայաստանը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում դիմում եւ պահանջում է այն ընտրատարածքներում, որտեղ անվավեր են ճանաչվել ընտրությունների արդյունքները, կրկնակ քվեարկություն։ Եթե Վահագն Հովակիմյանը երեկվանից առհասարակ ընտրություններից առաջ անընդհատ Վահագն Հովակիմյանին համեմատում են նկարչի հետ, հա։ Եթե Վահագն Հովակիմյանը որոշում է, որ տվյալ ընտրատեղամասերում քվեարկություն չի լինում, Ուժեղ Հայաստանն էլ դրանից հետո որոշում է Հայաստանի հետ դիմել սահմանադրական դատարան։ Այս դեպքում ձեր ակնկալիքը ո՞րն է։ Ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններին պետք է տրվի իրավական գնահատական։ Իրենք այնպես չի, որ իրենք անպատժելի են, հա։ Իրավական գնահատական պետք է տրվի այն մասով, որ չեն դադարեցել քվեարկությունը, օրինակ ասենք Մեղրիում այն տեղամասում, որտեղ ժամը 20:00-ից հետո տեղամասի դռները չի փակվել եւ մարդ է մտել ընտրական տեղամաս։ Հա, այդ պահին, այդ պահից սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները համարվում են, պետք է համարվեն, այսինքն պետք է դրանց իրավական գնահատական տրվի եւ ոչ թե տեղամասում ընտրությունները պետք է համարվեն վիճելի կամ վիճարկելի կամ պետք է կրկնակ քվեարկություն լինի, այլ ընդհանրապես ինչ է կատարվել եւ ինչ են իրենք արել։ Օրինակ ինչ է ժամը 2-ից հետո հաշվարկը դադարեցվել։ Հա, ինչի ժամը 2-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը վերկացավ եւ ասաց, որ ես հաղթել եմ, ինչի է հաշվարկը դադարեցվել, այն դեպքում, երբ որ ընդամենը 10% քվեների մասով էր տրված ինչ որ նախնական արդյունք։ Այնր հետո պարզվեց, որ սխալ արդյունք է տված, հա։ Պետք է իրավական գնահատական տրվի, այո, այդ քաղաքական ուժի եւ իշխանությունը յուրացրած անձի գործողություններին։ Մենք գիտենք, որ այսօրվա դատարանները երբեք այդպիսի գնահատական չեն տա, այդ իրավական գնահատական չեն տա եւ չեն էլ գնա դրան, այսինքն չեն էլ ընդունի բարույթ այդպիսի հայցեր։ Մենք գիտենք, որ այսօր գլխավոր դատախազությունը չի կարող անցնել այդ արգելքը, հա, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բարույթ հարուցելու։ Եվ այլն, լիքը բաներ կան, բայց դրան պետք է ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստված լինեն եւ պետք է այսօր էլ գործողությունների պլան պատրաստեն։ Հիմա եթե կրկնակ քվեարկություն չի անցկացվում այդ տեղամասերում, բայց պարզվում է, որ այդ տեղամասերի արդյունքները ընտրությունների վրա ընդհանրապես էական ազդեցություն ունեն, իսկ պարզվում է, որ այո, այդպիսի ազդեցություն ունեն, եթե ԲՀԿ-ի հավաքած 212 ձայնը, եթե ես չեմ սխալվում, այդ երկու ընտրատեղամասի արդյունքում բերում է նրա, որ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, այսինքն չի հաղթահարում շեմը, դրանք պետք է համարվեն ընտրությունների վրա նշանակալի ազդեցություն ունեցող ընտրախախտում, հա, եւ կրկնակ քվեարկություն արվի առնվազն։ Իսկ իմ կարծիքով հաշվի առնելով այն բոլոր հանցագործությունները, որոնք որ տեղի են ունեցել ընտրությունների նախորդող շրջանում, հա, իսկ ընտրությունների նախորդող շրջանը պետք է համարենք 2021 թվականի մայիսի կամ ապրիլի 25, հա, եթե չեմ սխալվում, երբ որ ներիկա վարչախումբը հրաժարական տվեց, կառավարությունը հրաժարական տվեց, բայց հակառակ օրենքի պահանջի շարունակեց պաշտոնավարել, կիրառեց վարչական ռեսուրս այդ ընտրությունների ընթացքում, կիրառեց ամբողջ վարչական ռեսուրսը 21-ից մինչև 26 թվականը, ընդդիմադիր գործիչների ձերբակալություններ, բռնաճնշումներ, ձեր կազմակերպության մեր մեդիայի վրա հարձակում 20 կապարակնքված աշխատանքային սենյակներ, առգրավված տեխնիկա, տեսել այդ դռները, երբ ընտրությունների նախորդ օրը, այսինքն դուք հնարավորություն չունեիք ընտրությունների օրը լուսաբանել ընտրությունների ընթացքը եւ ոչ միայն դուք, շատ մեդիա գործակալություններ, հա, լրատվամիջոցներ դրա իրավունքը հնարավորությունը չեն ունեցել։ Էլ չեմ ասում, որ դիտորդների ներկայացումներ սահմանափակված, հա, որովհետեւ
այն օրենքը, որ մի քիչ առաջ վկայակոչեցի, ուղղակի դիտորդություն իրականացնելու իրավունքից հնարավորությունից զրկեց շատ դիտորդական կազմակերպությունների։ Այն ամեն ինչ ինչ որ տեղի ունեցել ընտրությունների նախորդող շրջանում լրիվ իրավունք է տալիս ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր ուժերին ոչ միայն վիճարկել այս տեղամասերում ընտրությունների արդյունքները, այլ ընդհանրապես Պարոն Քերոբյան, տեսեք, այս օրերին մի տեսակ տպավորություն է, որ իշխանափոխության ամբողջ բեռի պատասխանատվությունը մնացել է Հայաստան դաշինքի, ուժեղ Հայաստանի եւ մի քիչ էլ ԲՀԿ-ի ուսերին եւ մի տեսակ գերպասիվ են արտախորհրդարանական ուժերը։ Եթե խորհրդարան անցած ուժերը որոշում են գնալ սահմանադրական դատարանում վիճարկել հարցը տանում են օրենքով հասցնում են այնտեղ։ Արդյոք արտախորհրդարանական ուժերն էլ չպետք է վերցնեն փողոց գեներացնելու, փողոց եռացնելու, փողոցային պայքար ծավալելու պարտավորություն իրա, որ երկու տեղով, այսպես ասած, պայքար լինի։ Միասին պետք է պայքարի ճակատը լինի եւ այնտեղ, բայց չի կարող լինել միտեղ այն երեքը սահմանադրական դատարանում վիճարկեն, եւ փողոցում լինեն ընդ որում, այսպես ասենք, եթե 14 այն մնացած 14 ուժերը, որոնք որ այսօր չեն հավակնում խորհրդարան անցնելու, ազգային ժողով անցնելու եւ մանդատ վերցնելու, այդ մնացած 14 ուժերից առնվազն 10-ը Նիկոլ Փաշինյանի գեներացրած, այսպես արբանյակ կուսակցություններն են։ Մնում է ընդամենը մի 4 կուսակցություն, որոնք իսկապես ընդդիմադիր են, իսկապես իրենք հայտ են ներկայացրել քաղաքական համակարգը փոխելու, իսկ պետք է հասկանանք, որ քաղաքական համակարգը չի փոխվել երկար ժամանակ, Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալով քաղաքական համակարգ չի փոխվել, չի փոխվել կուսակցությունների ընտրական շեմը, իսկ օրինակ իմ հավատամքն է այն, որ իրական ժողովրդավարությունը ապահովելու համար կուսակցությունները ոչ թե պիտի ընտրական շեմ ունենան, այլ ուղիղ ժողովրդավարություն պետք է իրականացվի։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն յուրաքանչյուրի քվեն պետք է յուրաքանչյուր քվեարկության ժամանակ հաշվի առնվի։ Օրինակ, այսինքն 1% հավաքած կուսակցությունն էլ գնալ հասներ խորհրդարան։ Շատ արագ այդ շեմը նվազեցնելը կբերի նրա, որ այդ կուսակցությունների քանակը կփոքրանա, Հայաստանում գործող կուսակցությունների քանակը փոքրանա։ Չէ, ինչպես կփոքրանա։ Եթե շեմը նվազ լիներ, հիմա Նիկոլ Փաշինյանի աճեցրած ուժերից, Գուրգեն Սիմոնյանի քաղաքական միավորը, այնտեղ էլի կան մարդ կուսակցություններ, որոնք ասում են, որ իրենք ընդդիմություն չեն, իրենք Փաշինյանին են աջակցում։ Իրենք բոլորը կհայտնվեն խորհրդարանում։ Իրականում շատ արագ դա բերելու է նոր քաղաքական մշակույթի զարգացման։ Թե քաոսի։ Ոչ։ Այնպիսի քաղաքական ուժեր, որոնք այս կուսակցությունների բարձր շեմի պայմաններում չեն էլ մտնում քաղաքական պայքարի մեջ, հանրությանը չեն ներկայացնում իրենց քաղաքական ծրագրերը, մշակացած եւ զարգացած, շատ-շատերը կան այդպիսին։ Օրինակ բերեմ, ասենք նույն բանին միացած, բոլորին դեմին միացած հիմնադիր զավակների կուսակցությունը Հայկ Մանասյանի գլխավորած եւ Նժար Սահմանադրական շարժումը Նինա Կարապետյանի գլխավորած, եթե իրենք կարողանային հաղթահարել, ունենային 1% ընտրական շեմ եւ վստահ լինեին այդ 1% հաղթարելու, բայց այդպես իրենք չէին հայտնվի։ 14 ուժ կհայտնվեր։ Ու մենք գիտենք, չէ՞, այդ ուժերը ինչ կերպ են ձևավորվել։ Խոսքը գնում է իրականում, խոսք գնում է նոր քաղաքական մշակույթի մասին։ Ես չեմ ուզում մեկնաբանել հանրապետություն կուսակցության կամ մշտորապետական կուսակցության քաղաքական ծրագրերը, ընդհանրապես, բայց 1%-ի պարագայում արդեն ուշադրությունը կլիներ ոչ թե այդ կուսակցությունների գլխավորած անձանց, չէ, անձանց վրա կլիներ։ Ոչ, այլ կլիներ Ճիշտ ասած, պարոն Քերոբյան, հայ ժողովրդի պարագայում ոչ աշխատող տարբերակ է, ինչ է նշանակում ծրագրերը։ Մենք գիտենք, որ մենք անձակենտրոն ենք։ Մենք ազգովի անձակենտրոն ենք։ Մենք գտնվում ենք անձի հետևից։ 1% անցողի քշեմի պարագայում ուշադրությունը արդեն կշեղվեր ղեկավար անձից դեպի քաղաքական ծրագիր։ Դուք պատկերացնում եք, եթե շեմը լիներ 1%, ազգային ժողովը ինչ տեսքեր ունենալու։ Ուրեմն այդպես ես եւ դուք էլ կարող էինք մի հատ կուսակցություն բացենք, մասնակցենք հնարավոր է, եթե մենք ներկայացնեինք այնպիսի քաղաքական ծրագիր, որը լիներ առաջարկ գոնե ընտրողների ինչ որ հատվածի, այդ ընտրողների հատվածին կարողանայինք մոբիլիզացնել բերել ընտրատեղամաս, այո, լավ էլ կլիներ, որ մեր առաջարկը, մեր քաղաքական ծրագիրը լիներ ներկայացված ազգային ժողովում։ Հիմա ազգային ժողովում ներկայացված է մեկ քաղաքական ծրագիր։
Չէ, ինչպես է մեկ քաղաքական։ ԿՊ-ն իր քաղաքական ծրագիրն ունի, Ուժեղ Հայաստանն իր ծրագիրն ունի, Հայաստան Դաշինքն իր ծրագիրն ունի։ Իրականում ազգային ժողովում միշտ ներկայացված է եղել մեկ քաղաքական ծրագիր։ Որը։ Իշխանություն։ Միայն իշխանություն, հա։ Մնացած բաները, թե ինչ է բխում այդ իշխանությունից, ինչ իրավունքներ է ստանում այդ իշխանությունը, ինչ պարտականություններ ունի, ընդհանրապես ոչ մեկի հետաքրքիր չէ։ Ազգային ժողովում 5 տարի բերել Նիկոլ Փաշինյանը ներկայացնել է կառավարության կատարողական, որը ուղիղ ճանապարհ է դեպի դատարան եւ դատավճիռ, եւ ոչ մի նման բան տեղի չի ունեցել։ Ոչ մի նման բան տեղի չի ունեցել։ Մինչդեռ այդ նույն ազգային ժողովում ներկայացված քաղաքական ընդդիմադիր, այսպես կոչված քաղաքական ուժերը պետք է յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահի ներկայացնել միայն մեկ պահանջ՝ կառավարության հրաժարական։ Իր ներկայացնում են, որ մարդը ունի այնքան պատգամավոր, որ կարողանում է անտեսել ընդդիմության պահանջը, ինչ անեն ընդդիմադիրները։ Ներկայացնում են։ Ընդդիմադիրները ներկանան անկեղծ կառավարության հրաժարականի պահանջով։ Ինչ է նշանակում անկեղծ։ Ոչ թե ասենք ինչ որ հարցեր հնչեցնեն կառավարությանը, որը էս մի, ասենք գյուղում էս մի ճանապարհը լավ չի սարքվել, հա, կամ ասֆալտը, որը փռել եք, լավ ասֆալտ չի։ Այլ դուք սահմանադրը խախտեք եւ իրավունք չունեք կառավարելու։ Դուք չեք կատարում ձեր իսկ ծրագիրը, իրավունք չունեք կառավարելու։ Իսկ գուցե ընդդիմադիրները կարողանային ազգային ժողովի ընդդիմադիրները կարողանային այդպես համարձակ Փաշինյանից նման բաներ պահանջել, երբ անընդհատ արտախորհրդարանական ուժերը չլքեին փողոցը։ Դուք համաձայն եք այն տեսակետի հետ, պարոն Քերոբյան, որ եթե այս օրերին լիներ եռացող փողոց, Նիկոլ Փաշինյանն ու իր Վահագն Հովակիմյանը չէին հանդգնի գնալ նման տոտալ կոպիտ բռնաճնշումների նույն ԲՀԿ-ի հանդեպ։ Համաձայն եմ, բայց պետք է հաշվի առնենք, որ այդ եռացող փողոցի առաջնորդները պետք է լինեն խորհրդարան անցնող ընդդիմադիր ուժերը։ Իրենք են ստացել ամենամեծ քանակով քվեներ, իրենք ունեն հետևորդների, այսպես ձևավորված լոյալ բազա, խումբ, հա, եւ դրա այդ հետևորդների բազան պետք է հաշվի առնենք, հա, մի քանի 100,000 մարդ է։ Մի քանի 100,000 մարդ, եթե չեմ սխալվում, ասենք 3 անցնող ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկել է մոտավորապես 500,000 մարդ։ Հա, եթե այդքան մարդ գոնե դրա կեսը, գոնե դրա 1/10 այսօր կարողանային հանել փողոց, ապա իրապես ընդդիմադիր մնացած չանցնող ուժերը այո կարողանային նաև մոբիլիզացնել իրենց հետևորդներին, իրենց քվետվածներին, բայց դա տեղի չի ունենում։ Հիմա ճնշումը, այո, ճնշումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապօրինի, ես կարծում եմ, որ ապօրինի որոշումների վրա պետք է լինի եւ փողոցում, եւ իրավական հարթությունում, այսինքն սահմանադրական դատարանում, բայց դրա առաջնորդները արդեն ասացի, ովքեր պետք է լինեն։ Եվ երեկվանից, գիտեք, երեք կառավարությունը որոշում ընդունեց բարձրացնելու ակցիզային հարկ, այսինքն ակցիզային հարկով հարկվող խմիչքը, ծխախոտը, բենզինը, դիզվառելիքը կթանկանան, այսինքն մի դեպքում ներսում հայ տնտեսվարողին կառավարությունը խեղդում է ակցիզային հարկ է բարձրացնում եւ առհասարակ սպառողին է այդպես խնդրի առաջ կանգնացնում։ Չի խեղդում, տեսեք, տնտեսվարողին չի խեղդում։ Տնտեսվարողին մեկ է ակցիզային հարկը։ Ակցիզային հարկը ուղիղ հարված է սպառողի գրպանին։ Որտեվ թանկանում է, այո։ Այո, թանկանում են ապրանքները։ Ակցիզային հարկը մնացած ամեն ինչից հետո։ Դե ստացվում է մի դեպքում կառավարությունը ուղիղ հարվածում է սպառողներին, մարդիկ ստիպված են ավելի թանկ վճարել այդ ապրանքների համար։ Մյուս դեպքում բյուջեից հսկայական միլիոններ են հատկացնում սուբսիդավորելու օրինակ գյուղմթերքի արտահանումը Եվրոպական միություն, որովհետև Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ն Հայաստանի առաջ իրենց դռները փակում են կամաց, եթե այս տեմպով գնա, գուցե ընդհանրապես փակեն, հա։ Սա ինչի մասին է խոսում։ Դե սրանք բացարձակ ապօրինի գործողություններ են։ Եթե ակցիզային հարկի բարձրացման կետ չկա կառավարության ծրագրում, ապա այդ կառավարությունը իրավունք չունի բարձրացնել ակցիզային հարկը։ Եթե կառավարության ծրագրում կամ 25 թվականի դեկտեմբերին հաստատված 26 թվականի բյուջեում չկա արտահանման սուբսիդավորում, հա, ընդ որում այս սուբսիդավորումը գիտենք ինչ է, հա, ուղիղ գնում են ապրանքը։ Ասենք ծիրանի կիլոն, ասենք 200 դրամով գնելու են արտադրողից։ Այդ 200 դրամը հետ ում հաշվին է, իմ ու քո հաշվին։ Հա, մնացած բոլորի հաշվին։ Այդ մենք 200 դրամով ծիրան չենք գնելու։
հա, որտեղ ծիրանի կիլոն, ասենք, սեզոնին գալիս է դրանից այդ գնից ցած է իջնում, հա, բայց վճարել արտադրողին հարկատուների գրպանից եւ դրանով խթանել գնաճը, եւ գնաճը դրանով խթանելով, բարձրացնել ակցիզային հարկը եւ դրանով նորից խթանել գնաճը, իսկ գիտենք թե գնաճը, ասենք, վառելիքի գնի բարձրացումը, վառելիքի արժեքի բարձրացումը խփում է մնացած բոլորին։ Այսինքն դա մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի մնացած ամեն ինչի վրա, ինչ որ բան վառում են, չէ՞, որ ապրանքը մի տեղից հասցնում են մյուստեղ, ասենք, արտադրողից հասցնում են սպառողին։ Այսինքն դա ազդելու է յուրաքանչյուր ապրանքի գնի վրա, միայն ծխախոտի ալկոհոլի եւ վառելիքի վրա չի ազդելու։ Այսինքն Հայաստանի ներսում սոցիալական բունտը այսպես կանխելու միջոց է սա։ Մի դեպքում ինքը տնտեսվարողներին, ջերմոցատերերին գումար է տալիս, ասում է ես ձեր ապրանքը ձեզնից կգնեմ, ոչինչ, Ռուսաստան չեք արտանի, ես կգնեմ կտանենք Եվրոպա, մյուս դեպքում, բայց նաև թանկացումներ է։ Տեսեք, յուրաքանչյուր տնտեսվարող, մտնելով ինչ որ մի գործունեության մեջ, իր վրա վերցնում է ռիսկեր։ Նույն ջերմոցային տնտեսությունները անցյալ տարի, ասենք, հանդիպելով, ասենք, ծաղկի ներկրման արգելքի հետ պետք է այս տարի ինչ որ բան մտածեին ծաղկից կախվածությունը կամ մեկ կուլտուրայի մշակումից կախվածությունը թույլատնելու, բայց իմ ընկերներից մեկը վերլուծություն էր իրականացնել, պարզվել է, որ այս տարի էլ ջերմոցային տնտեսությունների մոտավորապես 68%-ը ծաղիկ են արտադրելու։ Դե որովհետև լավ բիզնես էր, ինչու չարտադրեին։ Բայց ռիսկային։ Դե հիմա այդ դեպքում ծիրանն էլ է ռիսկային դարձել։ Այդ ռիսկերը իրականացան։ Ծիրանի ռիսկերը միշտ է այդպես, հա, ծիրանը 3 տարի բերք տալիս է, 2 տարի չի տալիս կամ հակառակը։ Կարկոտ եւ մնացած ամեն ինչ։ Իսկ այս կառավարությունը գիտենք, օրինակ հակարկտային միջոցառումներ ընդհանրապես չի իրականացնում։ Ծիրանն էլ այնպիսի մշակաբույս չէ, հա, այնպիսի ծառը չէ, որ կարողանաս հակարկտային ցանցերով ապահովես ծիրանի ողջ, ասենք, տարածությունները, հա, տնկարկները։ Եվ կառավարությունը մի կողմից բացարձակ ապօրինի գործունեություն է իրականացնում հակարկտային կայանները եւ դրանք ապամոնտաժելով, չապահովելով, չշատացնելով, հակարկտային հրթիռներ չգնելով եւ դրանք չգործածելով, անցյալ տարի էկոնոմիկայի նախարարի պաշտոն զբաղեցնող Տգետ անձը դա բացատրում էր նրանով, որ մարտական հրթիռներին են նման եւ մեր հարևաններին չջղայնացնելու համար չեն կրակում հակարկտային հրթիռներ։ Դուք Պապոյան Գևորգին համարում եք Տգետան։ Իհարկե, հա, բայց մյուս կողմից, ասենք, ծիրանի այս տարվա, ասենք, աճած բերքը ուղիղ կերպով սուբսիդավորել կամ ինչ որ արտահանման, այսպես մի ինչ որ ալիք բացել Լեհաստան հասցնել մի 20 ծիրան, հա, դա բացարձակ ապօրինի է, այսինքն ապօրինի գործելակերպ է։ Կա քննարկում, որ Նիկոլ Փաշինյանը այսպես այս սուբսիդավորման ծրագրերը կշարունակի պահել մինչև օգոստոս ամիսը, մինչև ինքը դառնա նորից Հայաստանի վարչապետը, օգոստոսից հետո կկտրվեն նաև այս սուբսիդիաները, որովհետև Հայաստանի պետական բյուջեն այս բեռին ուղղակի չի կարող դիմանալ։ Դե, եթե նայենք ծախսային հատվածը մինչև մայիսի վերջ, հա, թե ինչ ծախսեր է իրականացել այս կառավարությունը, ամբողջական հոդվածներ կան, որ 0 է ծախսվել։ Օրինակ ռազմարտունաբերության զարգացման բյուջեից։ Բա եթե 0 է ծախսվել, ինչ վիճակ էր զորահանդես կամ հաշվետվության ժամանակ լսում էի գլխավոր շտաբի պետ Ասերյանին, ասում էր, որ այն ինչ ինքը տեսավ, աչքերը ուղղակի հուզմունքից լցվել էին։ Դե տեսեք, այստեղ կա երկու կողմ, հա, արտադրությունը եւ զարգացումը։ Այն ինչ որ ցուցադրում են զորահանդեսներին կամ դրանից մի քանի օր հետո տեղի ունեցած ռազմարտունաբերական ցուցահանդեսին, հա, դա նախորդող 5 տարիների արդյունք է։ Բայց եթե դու այդ 5 տարվա ընթացքում 75 միլիոն մոտավորապես կամ 80 միլիոն բյուջետային հատկացումից իրացրել ես ընդամենը 10-15-ը, հա, զարգացման մասին է խոսք գնում, ապա հաջորդ 5 տարվա համար դու արդեն նոր նմուշներ, պատերազմ հաղթելու համար նոր տեխնոլոգիապես ավելի զարգացած նմուշներ չես կարողանալ մշակել։ Ինչ պատերազմ հաղթել, Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտվելու, ասում է վերջ խաղաղություն է։ Փաշինյանը սեպտեմբերյան պատերազմ է խոստացել մեզ, եթե սահմանադրական մեծամասնություն չստանա։ Իդեպ գալով Փաշինյանի այդ խոսմանը, դա ուղղակի ընկալենք սպառնալիք քարոզչական իրեն հավատացող մարդկանց համար քարոզչական ինչ-որ թեզ, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք սեպտեմբերին պատերազմ կլինի, թե իսկապես դուք տեսնում եք գետնի վրա ռազմական գործողությունների թեկուզ տեղային լոկալ վտանգ։
Ուրեմն 21 թվականին Նիկոլ Փաշինյանը կարողացել է ձևավորել սահմանադրական մեծամասնություն եւ մենք տեսել ենք 3 աղետալի պատերազմ։ Հա? Տեսել ենք երկու, այսպես մեծ մասշտաբի ռազմական գործողություններ, դա 22 թվականի սեպտեմբերն եւ 23 թվականի սեպտեմբերը, երբ ամբողջապես հայաթափվեց Արցախը, մենք կորցրեցինք Արցախը ռազմական գործողությունների արդյունքում, ընդ որում պետք է ասեմ, որ Փաշինյանը եւ իր կառավարությունը ուղիղ մեղավորություն ունեն, մասնակցություն եւ մեղավորություն են դրանում։ Մյուս կողմից, ասենք, մենք ունենք երրորդ այս սողացող պատերազմը, որ մեծ քանակի մարդկային զոհեր չի բերում, բայց դրա հետևանքով մեր ամբողջ արևելյան սահմանակիցը դարել է անպաշտպան, կարելի ասել, մենք միայն երևի Տավուշում ինչ որ դիրքերում ունենք առավելություն, այդ վիճակն էլ է փոխվում ի վնաս մեզ, այս երրորդ պատերազմը ավելի վատ է։ Ես ընկերներիս հետ մի քանի վերլուծություն էի արել եւ իրենք հրապարակել են, մենք դիրքեր ունենք Սյունիքում եւ Վահեձորում, որ ադրբեջանցիների զբաղեցած եւ արդեն ամրացված, լավ ամրացված դիրքերից հեռացված են երբեմն 15, 20, 25 մետր։ Իսկ նախահարցակ լինելու դեպքում այդ դիրքերը անմիջապես անցնում են ադրբեջանցիների վերահսկողության տակ եւ երկրորդ, երրորդ պաշտպանության գծեր կազմակերպված չլինելու դեպքում, իսկ շատ տեղերում դա ուղղակի հնարավոր չի կազմակերպել, մենք կանգնած ենք ավելի մեծ տարածքային կորուստների առաջ։ Հիմա Փաշինյանի կառավարությունը պատերազմներ բերել է, դա դրա մասնագետն է։ Հա, եւ այն ինչ որ ինքը խոստանում է սեպտեմբերին աղետալի պատերազմ, ես կարծում եմ, որ դա անկեղծ սպառնալիք է, անկեղծ խոստում։ Մեզ այն տարածքային զիջումները, այն զիջումները ընդհանրապես։ Բայց ինքը ասել է, որ տալու է։ Տիգրան հարցը մարդն ասել է, որ լուծելու է։ Իսկ մենք տեսել ենք ինքը խնդիրները ինչ ձև է լուծում, ինքը տալիս է ուղղակի։ Այդ զիջումները պետք է լինեն եւ կարող են լինել միայն սահմանադրության խախտմամբ։ Եվ պետք է հասկանանք, որ կան նաեւ այլ զիջումներ, որոնք նկատի ունեք։ Անկլավների հարցից զատ այլ ինչ զիջումների մասին եք դուք խոսում։ Դե պատկերացնում եք, չէ՞, որ այդ տարածքները Տիգրանաշեն, Այրում, Կայարան եւ Կայան եւ այլն այդ հատվածներում այդ այսպես կոչված անկլավները, հա, իրենք չեն կարող լինել առանց ճանապարհի, առանց ռազմական ներկայության, առանց բնակչության, առանց անարգել տեղաշարժի իրավունքի եւ պահանջի։ Այսինքն պահանջելու են եւ ճանապարհ, արդեն մեր տարածքով, այսպես պայմանական մեր տարածք եմ ասում, այդ անկլավների միացնող ճանապարհներին պահանջելու, այնտեղ ռազմակայաններ են տեղադրելու, զորք են ունենալու այնտեղ, հա, այնտեղից լինելու են արդեն տարբեր տեսակի հարձակումներ շրջակա գյուղերի եւ մնացած ամեն ինչի վրա։ Դրանք կարող է չլինեն ուղիղ, ասենք, ռազմական հարձակումներ, բայց կլինի, ասենք, ոտով եկել են մտել են մեկի տունը, հա, կլինի այդպիսի բան, որովհետև դրա նպատակը ունեն, Հայաստանը հայաթափելու, ամբողջապես հայաթափելու, Հայաստանը իրենցով անելու նպատակը ունեն եւ դրա համար միջոց չեն խնայում թուրքերը, հա, թուրքերը եւ ադրբեջանցիները մի ամբողջություն պետք է դիտարկենք։ Եվ իրենց նպատակներում իրենք անկեղծ են, ուղիղ կերպով ասում են, իրենց քարտեզներում թուրքական պետությունների համագործակցության կազմակերպության քարտեզներում Հայաստանի տարածքի շուրջ սահմաններ չկա նկարած։ Եվ իրենք իսկապես կարծում են, որ ունեն հնարավորություն այդ հարցը լուծելու, քանի դեռ Հայաստանի գլխին կանգնած է այնպիսի կառավարություն, որ իրենց բոլոր պահանջները կատարում է։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս Ավետիք Քերոբյանն էր, կհանդիպենք վաղը։